Աստված օրհնե յուրաքանչյուրը։ Այսօրվա Աստծո խոսքը մենք պահքի մեջ ենք, բոլորս գիտենք, եւ խոսքը պետք է լինի ուրեմն պահքի երկրորդ շաբաթը արտաքսման կիրակին։ Գիտենք ինչ գեղեցիկ մեր հայրերը այս ժամանակը մինչև պահքը սահմանել է մինչև Քրիստոսի հարության տոնը 7 շաբաթներ, որ սկսում է բարի կենդանով արտաքսման կիրակի ադարակի կիրակին է գալիս հաջորդը գալիս է տնտեսի դատավորած եւ գալսյան ծաղկազարդ եւ Քրիստոսի հրաշափայլ հարության տոնը եւ հիմա երկրորդ շաբաթ ինչպես արտաքսման Աստված սկսեց բարի կենդանով Աստված ամեն ինչը Աստծո ստեղծագործության մեջ թերի բան չկա ամեն ինչ բարի է Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց եւ սկսում է առաջի ստեղծագործությունը լույսով ստեղծեց լույսը եւ տեսավ ամբարի է լույսը ոչ թե բնական լույսը այլ նաեւ հեշտակները իրեն ամբողջ այս լուսային արարողությունը Աստված անսահման է Աստված ստեղծեց հաստատությունը դրավ ջուրերի մեջ զատեց երկինքն ու երկիրը ջուրերը հավաքեց մեկ կողմ եւ ստեղծեց ցամաք ու ծով այնուհետև ստեղծեց բուսականությունը ասեց ամեն բույսի մեջ իրեն սերմը լինի տեսեք ամեն մի բույսը իրեն նման է տալիս ուրիշ ձևը չի տա եթե հացահատիկը ցանեցիր ինքը ծիրան չի տա պետք է հացահատիկ տա այնուհետև գալիս է ստեղծագործության մեջ ջուրերի մեջը ուրեմն ձկներ ստեղծեց ամեն ինչը բարիով է թրջուններ ստեղծեց, կենդանական աշխարհ ստեղծեց եւ 6-րդ օրը մարդ արած Աստված ամեն ինչ բարիով ստեղծեց։ Աստծո ստեղծագործության մեջ թերություն չկա։ Եթե վերցնեք այս ստեղծագործության մեջի որևիցե մեկ բաժինը, ասենք ստեղծեց խոսքի օրինակ թրջունները կամ ծով ու ձկերը Այս ստեղծագործությունը մենք կարդում ու անցնում ենք, բայց ինչքան բարդ բան է, մարդիկ հազարավոր տարի ուսումնառություններ են արել, մինչև այսօր ոչ մի եզրակացություն որևէ բնագավառի մեջ է, թեկուզ լինի առողջական չեն հասել, անդադար ուսումնասիրում են։ Աստված բարիով ստեղծեց, այնուհետև գալիս ենք արտաքսման։ Ինչ է արտաքսումը։ Մարդը ստեղծեց, Աստված մարդուն ստեղծեց, մարդը ինչ է տարբերություն անասունից։ Մարդ ունի հոգի, մարմին եւ միտք։ Անասունը ունի միայն մարմին եւ ինքը բնազդաբար միտքն է, շունչ ունի վերջ, ուրիշ բան չունի։ Մարդս ունի հոգին, որ հոգին ինքը մղոն է բանականության։ Պատկերացրեք հոգին ինքը միջանկյալ դեր է, առանց հոգու մարդը մեռած է Աստծո առաջը։ Բոլորդ էլ լավ գիտեք օրինակներով Աստվածաշունչն երբ երիտասարդ ասեց, որ թույլ Տեր ուզում եմ քեզ հետևեմ, բայց նախ թույլ տուր, որ գամ հորս թաղեմ, հետո գամ ասեց, թող մեռելներ իրանց մեռելը թաղեն։ Սա մեջ իմաստային է, որ մեռած Աստծո առաջ մեռածը դա այն է, որ ինքը հոգեպես չի ծնված, հոգեպես հարաբերություն չունի Աստծո հետ։ Այդ մարդը անասնական վիճակի մեջ է։ Ինչպես նաև հիմա շատ մարդիկ չեն հասկանում Աստված կյանքի քարտեզը, փրկության քարտեզը ավետարանի միջոցով փռել է մեր առաջ, մարդկության առաջ։ Նայենք, սովորենք եւ փրկության ճանապարհը կյանքի իմաստը հասկանան, որ ինչի համար ենք մենք այս աշխարհը ծնվել պատահականության վրա չենք ստեղծվել, որ նպատակ կա, չի ստեղծել գալու այս աշխարհը ապրելու, վերջնական նպատակը Տիրոջը միանալն է։ Եվ
Հիսուս Քրիստոս արտաքսման ասում է, որ մարտարածը ստեղծեց եւ մարդը դրեց Եդեմի արևելյան կողմը պարտեզի մեջը, ամեն ինչ կար պարտեզի մեջը, բազմաթիվ մրգեր, ուտելիքներ, ամեն ինչ, եւ Ադամը դրեց այդ Եդեմի պարտեզի մեջը, Եդեմի պարտեզից ասում են գետերելում գնում էր 4 ուղղությամբ 4 գետերի բաժանում, Փիսոն, Գեհոն, Եփրատ եւ Տիգրիս։ Այս Ադամը երանության մեջ էր, եւ Աստվածաշունչի ասում է ինքը հաղորդակցում էր Աստծո հետ։ Պատկերացրեք ինչպիսի երանելություն, երբ Աստված իրեն ներկայությամբ ինքը Ադամի հետ խոսում էր եւ Աստված Ադամին շնորհել էր կատարյալ մարդ։ Այս ստեղծագործության միջև մարդիկ, որ տղամարդ հասեն կա, այդպիսի կատարյալ տղամարդ չկա ամեն ինչով, արտաքինով, ուժով, խելքով, Ադամը Աստված ստեղծել էր Ադամին։ Եվ Ադամին տվեց շնորհ, որպեսզի իրեն տված ամբողջ կենդանական աշխարհը ամեն մի կենդանուն ճիշտ անունով կոչելու։ Դժվար չի, դա շատ դժվար է։ Կարծեմ առանձին միայն պաշտոն կա Ամերիկայի մեջը, եթե մեկը գուշակի ասենք այդ փոթորիկներին անուններ են չէ դնում։ Եթե ասենք մի 100-150 հազար դոլար տարեկան աշխատավարձով մինակ անունը դնելու աշխատանքն է։ Բայց Ադամը բացի հազարավոր կենդանիներ, թռչուններին ամեն մեկին բնութագրեց իրեն հատկանիշներով, ամեն մեկին անուն տվեց։ Ուրեմն Ադամը ինչ զորությամբ էր Աստված ստեղծել, մտքի զորություն է, նկատելու, տեսնելու։ Ադամը երջանիկ էր, բայց Աստված նկատեց, որ Ադամը տխուր է։ Եվ երբ Ադամին կներեք, որ պատմություն է, հիմա գնում ենք, որ պատմություն չէ, իրականություն է, բայց արժի մեկ անգամ էլ հիշեցնել, ուրեմն քնի մեջ Ադամին ոսկորից, իրեն ոսկորից Ադամը ոսկորից Հանես եւ Եվան ստեղծեց, որպես իրեն ընկեր։ Ադամը ասեց, հային ոսկոր մսիմիս, իրեն ընկեր եղավ Եվան։ Եվ Ադամը ավելի ուրախ էր։ Բայց Սատանան չի ուզում, որ մարդը ուրախ լինի։ Սատանայի ստեղծագործությունը մարդը ստեղծելուց առաջ էր։ Սատանան այս աշխարհի վրա էր, բայց նաև դες մուտք ու ելք ուներ Եդեմի պարտեզը նույնիսկ։ Չարը ամեն տեղ կա, չկարծեք, որ վստահություն ունեք, ես հավատացի, ես Հիսուսը ընդունեցի, ես ապահով եմ, չէ։ Տեսնում ենք, որ չարը, օձը ինքը մուտք ունեցավ Եդեմի պարտեզ եւ Եվային մոտեցավ Եվային Աստված ասել էր, որ ամեն ինչից կարող եք օգտվել, բացի բարին ու չարը իմանալու գիտության ծառից, ամեն ինչ ազատ է։ Եվ չարը օձի ձևով գալիս է, մոտենում է Եվային ասում է, որ իրոք այդպես է կարող եք ամեն ինչ ասես, այո, մենք ամեն ծառից օգտվում ենք։ Մենակ պատվեր ունենք, որ այս մի ծառը գիտության եւ բարին գիտնալու եւ չարի գիտնալու ծառին չօգտվել։ Եվ Սատանան խաբում է եւ այն ասում է, որ իրավ այդպես է, ոչ կարող եք ուտել եւ դուք էլ կլինեք աստվածների նման։ Մարդուս մեջը իրոք Աստված որ ստեղծել է, ամեն մեկից որ կա երանության, ուրեմն այդ հիմքը դրած է մեր գաղափարից դուրս, մենք միշտ ուզում ենք լավը, բայց լավը մենակ Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Մարդիկ դες դրագի են գնում, մարդը խապված է, ուզում է ուրախ լինել, հասկանում եք, կամ դիպրեստ է, կամ բան է, ուզում է մի բան անել, որ ուրախանա, ոչ թե ինքը չար մարդ է, խապված է չարի կողմեն, բայց
ինքը ուզում է ուրախանալ, որովհետև Աստված ամեն մեկից մեջ բնակարան դրել է ուրախանալու այդ երանավետ միանալու։ Դրա համար այս Եդեմից պարտեզից մի տեղ կար, որ դրախտն ավելի բարձր է։ Դրա համար ասեց, որ իրոք Աստվածների նման պետք է խաբվեց Եվան եւ գնաց կերավ պտուղեն, Ադամին էլ խաբեց, Ադամն էլ կերավ եւ Ադամը զգաց Եվան էլ որ իրենք շատ խղճալի ամոթալի դրության մեջ մնացին, Աստված երբ գալիս է, որտեղ Աստված ամեն օր հաղորդակցվում էր իրենց հետ։ Ասեց ուր ես Ադամ, ասեց ես ամաչում եմ Տեր, որտեղ ես մերկ եմ եւ չեմ ուզում երևնալ։ Եվ Աստված ասեց, որ չլինի թե այդ պտուղեն կերար, Ադամը եւ գիտենք ասում է, որ կինը, որ ինձ տվեցի, ինքը տվեց, ինքը ինձի խաբեց տվեց այդ պտուղը կերավ, կնոջնի հարցում Եվային, նա էլ ասում է, որ օձը ինձի խաբեց։ Մերկությունը Ադամ մարդը զգաց, որ ինքը մերկ է։ Մերկ ինչ է նշանակում։ Հիսուսը երբ մեզ ինչի ասեցի, մարդը ունի հոգի, մարմին եւ ունի միտք։ Հաղորդակցության միջոցը Աստծո հետ հոգով է լինում, մտքով չի լինում, ոչ էլ մարմնով է լինում։ Միակ հաղորդակցության երբ աղոթում ենք, հոգին հոգու հետ է խոսում։ Դրա համար է մարդու այդ հոգին երբ ողջ է լինում, ինքը կարողանում է աղոթել։ Այն մարդը, որ մեռած է, իրեն աղոթքը լսելի չի, որտեղ հոգու հետ հաղորդակցություն չկա։ Դրա համար Եդեմի պարտեզի մեջ միջև մեղք գործելը Ադամ ինքը իրեն հոգով, որ Աստված իրեն շնորհել էր եւ ասում է Ադամի մեջ Աստված փչեց, ռունգերու մեջ փչեց հոգին, ուրեմն մարդ արածը հոգին ունի եւ հոգին հոգու հետ հաղորդակցում է, բայց մեղքի պատճառով այդ կապը կտրվեց եւ մարդը հասկացավ, որ ինքը մերկացած մերկ վիճակում է։ Տեսեք, մեր մերկության պատճառով է, որ այսքան դժբախտություններ ըլնում է։ Մերկություն հասկացեք, եսի Աստծո պահապան վահանը երբ վերանում է, մարդ մերկանում է։ Դրա համար հիվանդությունները մարդկանց վրա գալիս, քանսերն է, էսա դժբախտությունները, առանց չկար այս բաները, հիվանդությունը ինչ հիվանդություն, Ադամը ստեղծված էր հավիտենական կյանքի համար, հավիտենականության համար, ոչ թե մեռնելու համար, բայց մեղքի պատճառով մեղքը գոյացավ եւ հաղորդակցությունը Աստծո հետ կտրվեց եւ Աստծո առաջը խաղ չկա, չես կարող ասել, որ Աստված մեղքը չի սիրում, Աստված իրեն օրենքները հասարակ այս աշխարհի մեջ որ մենք ապրում ենք, մենք գիտենք, որ եթե շենքի վերևը հելնես գցես, քեզ պետք է ընկնես, ուրիշ ձև չկա, որտեղ այս աշխարհի, այս սիստեմի մեջ դրած օրենքներ կա, այդ օրենքներից չես կարող փախչել, պետք է լինի էդի։ Դրա համար էլ Աստված էլ իր օրենքները ունի, մեղքը չի սիրում։ Երբեք չկարծեք, որ ես փոքր մեղք գործեցի, ոչինչ, էդյա չէ։ Ասում եմ մեղքը, դրա համար կտրվեց այդ կապը, ասեց որ եւ Աստված ինչ արեց, արտաքսեց Ադամին, ասեց դու արժանի չես այս Եդեմի դրախտի մեջ լինելու, թե դու արժանի դուրս գալու, արտաքսելու։ Եվ արտաքսվեց ուրեմն Ադամ Եվայի հետը։ Աստված իր ստեղծագործության մեջ նայեք ամեն մի էլեմենտ, որ կա, որ ստեղծված է, ամեն ինչը իր ծրագրով շարժվում է, ամենափոքր մասնիկից մինչև մեծ, ես Ամերիկայի մեջ 36 տարի աշխատում եմ մեծ կամպանիների մեջ, տարբեր 10-15 կամպանի համար աշխատել եմ, որպես ծրագրավորող, IT-ն ասում, Information Technology, լսած կլնեք։ Ամեն ինչ
Մենք որ անում ենք ծրագրավոր, այսինքն ծրագրավորում ինչա նշանակում, ասում ես ես այնպիսի բան եմ ուզում անեմ, որ այս բաները կատարի։ Ինքը virtual է, բան հետո կարող եմ վերացել էդի ուրեմն tangible subject-ի։ Բայց գաղափարը գալիս է ուզում է, եւ Աստված ամեն ինչը չկարծեք պարապի ստեղծված բան կա, այս փեդը որ կա, իր մեջ էլ ծրագիր կա, ամեն ինչի, այն փոքր բջիջը, որ մենք միլիարդ տրիլիոնավոր բջիջներից են կազմված, ամեն մի բջիջը իր մեջ ծրագիր է գործում, ծրագիրը, որը ասենք DNA կոդով գնում է, ինքը պրոթեին սինթեզ է, էնզիմներ է տալիս, ինքը ծրագրով է աշխատում ամեն ինչ, Աստված տվել այսի, Աստված ամեն ինչ, Աստված չի ասում, որ գնախորացի այս բաները սովորի, այդ ժամանակ այնպես էր Աստված տվել, երջանկությունը կար, մենակ ասում էր, այս բանը մի արա, բայց հասցրությունը չհնազանդելը բերեց դժոխքի կապես մարդուն, արտաքսեց դժոխքի մեջ, եւ մարդկությունը հիմա չգիտի փրկությունը միայն նայում է բարի եւ չարը իմանալու ծառից մարդ արածը հələ որ էդի գնում է ուտում է այսինքն ուզում է փրկությունը գիտությամբ անի ասում է մտածում ենք մարդը ոնց կարա 300 տարի ապրի 4 բայց հա լավ 400 տարի 500 տարի բայց վերջը մեռնելու է չէ բայց Աստծո խոստումը միայն հավատքով կլինի որտեղ մենք մտքով անհնար է հասկանալը Աստված անսահման է հասարակ բան այս սիստեմի որ ապրում ենք չէ մենք գիտենք որ լույսի արագությունը ամենաբարձրն է չէ որը հասնում է 170 մղոն 1 վայրկյանում այսինքն 300,000 կիլոմետր 1 վայր երբ ասում ես 1 երեմի 20-30 անգամ գնաց Հայաստան գնաց այդ ընթացքում շատ բայց էդի մեր իմացածն է մեր այս սիստեմի որ ապրում ենք այսինքն մեզ սահմանափակ բայց Աստծո մոտ ուրիշ դաշտ կա որ լույսի արագությունից էլ ավելի բարձր ես ինչի եմ այս բանը ասում ես չգիտեմ բայց որտեղ Աստված ինքը անսահմանափակ Աստված է իր մոտ սահման չկա այստեղ որ ապրում ենք ամեն ինչը սահմանների մեջ է մնում է մեզի հավատալ եւ Տիրոջ հետ քայլել եւ Տիրոջ հետ իր պատվիրանների անպայման ուրեմն կատարել եւ Աստծո համար սիրել լինել եւ փնտրել Հիսուս Քրիստոսի դեմքը Հիսուս մեզի համար պարապտեղը չեկավ խաչվեցավ մարդ արածս այնքան սիրեց Աստված որ իրեն զավակը ղրկեց չէ մեզի համար խաչ ելավ հարուն թափեց սո այդ արունով հիմա մենք պաշտպանված ենք ելի առաջ այդ մեղքի պատճառով Ադամ մերկացավ բայց մենք շորը հագած ենք այս աշխարհի վրա միայն ու միայն Հիսուս Քրիստոսի արունով որտեղ արդարությունը Աստված ինչպես արդարացնում մարդը ոչ թե իր արած գործերով իր արած եսի խելքով նո արդյոք Հիսուս Քրիստոս ընդունեց մարդը ընդունել է Հիսուս Քրիստոսի փրկիչ Տեր ու փրկիչ այսինքն հավատում ես որ Հիսուս Տեր է եւ ինքը մահացավ ու մեռելներին հարություն արավ եւ հավատում ես որ այդ արունը քու վրա փակա ծածկած է որ Աստծո համար էդի անտեսանելի է քու մեղքերը եւ Աստված ներած է ամեն մեղքերը ուրեմն մեզի սիրեն կյանքը դուք եք գիտեք ամեն օր պատերազմ է ամեն օր մարդուց համար մինչև մահը հանգիստ չկա բոլորիս համար էլ ով ուզում է սեղի այն մարդ որ գրմա ճշմարտ դրա համար այդ պատերազմի մեջ հաղթական դուրս գալը մենակ ու միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսն է կարչենք որ այս դժվարին կյանքի մեջը մինչև իր հաղթական գալուստը կամ մինչև մեր աչքերի փակել այստեղից հեռանալը մենք Հիսուսով լինենք որտեվ Սամոսերությունը ասում է եթե Տերը իմ հետս ինչից պիտի վախենամ կարևորը Տիրոջ ներկայությունը հենց արտաքսումը տեղից է կարևոր այդ հասկանանք որ ամենակարևորը Տիրոջ ներկայությունը լինի մեզ հետ այդ դեպքում միայն ապահովությունը կա ուրիշ ոչ բան չկա Աստված օրհնի յուրաքանչյուր եկեղեցին իրեն խոսքը
Փառահեղ որդին Սուրբ Հոգի ամեն